Բարև ձեզ, հարգելի ընկերներ, այն որ հերթական տեսանյութն է Էջմիածնից դեպի Մասիս գնալու ճանապարհին, գործով եկել էի, ստեղ էի, հիմա հետ եմ գնում Մասիս ու հետո Երևան։ Նոր աչքովս ընկավ, որ շատ մեր ընդդիմադիր հայացքներով անգամ իմ կողմից շատ հարգված մարդիկ անարգանքի Սյունին են գամել Արմկոմեդիի տղեկին, Նարեկին ու Սերգեյին։ Ինչա որ Սիմոնյան Ալենը այսօր հրապարակվել է, եղել է լուրջ կազմի հյուրը։ Սենց մեծ բան ասեմ, ես դեմ չեմ, որ տղեկը կարողացել են այն կլասի հաղորդում ստանան, որ թեկուզ եւ իմ կողմից էլ ոչ այդքան հարգված Ալեն Սիմոնյանը հայտնվի այդ տաղավարում։ Այսինքն ինչ կա դրա մեջ, մարդկանց ինչի եք այդպես դատապետում կամ ափսոս եք բան կամ չի կարելի ախպեր։ Ես հիմա մի բան կարող եմ ասել, ցանկացած թեկուզ եւ ընդդիմադիր լրատվամիջոց պետք է երազի, որ իրենց մոտ նաեւ լինեն մարդիկ, որոնք ունեն հակադիր հայացքներ։ Ինչ կա դրա մեջ, ասենք, ես ինչ եք շինել։ Ես հիմա կոնկրետ ասում եմ, ես չեմ մեղադրում ու իմ աջակցությունն եմ հայտնում Նարեկին ու Սերգեյին։ Մի արեք սենց բաներ։ Այսինքն ձեզ ձեռատալի մենակ ձեր կլիենտուրան են ում ունեք, ում որ բերում եք, ասենք ամեն շաբաթը մի քանի անգամ ռասկրուտկա անելու, չեք հասկանում, որ դա էլ չի աշխատում շատ վաղուց։ Տղերք մի արեք տենց։ Դրա համար էլ 7 տարի Նիկոլենք վարչապետ են։ Դրա համար իրանք անում են այն, ինչ ուզում են, կամ ում ուզում են, կամ բռնում են նրանց, ում ցանկանում են։ Դե թող գա, թող ես համոզված եմ, ես չեմ նայել դեռ, ինչ որ կարճ ֆրագմենտներ եմ նայել, բայց հիմա որ հասնեմ տուն, հանգիստ նստել եմ այդ 2 ժամից ավել մատերիալը մի արեք տենց բաներ։ Ճիշտ է, ես էլ էի նկարում պոդկաստ տղամարդիկ անվանումով, հիմա այս պահին որոշ տեխնիկական բաներից ելնելով չի նկարահանվում, շուտով կսկսենք արդեն մեր նկարահանումները ու կանչելու եմ բոլորին։ Եկեք ձեր մտքերը արտահայտեք տղերք։ Քաղաքականությունը իր տրամաբանությունն ունի, մեդիան նույնպես։ Հերիք է, այս նույն տրամաբանության մեջ սաղից հերն անիծել է, կարա հերիք է, դուք աննորմալ չեք։ Թող կանչեն, թող Նավակ Ճոճողից սկսած վերջացրած Աննա Հակոբյանով, Նիկոլով ու Ալենով, թող բոլորին կանչեն։ Կարակ դուք էլ արեք։ Այսքան մի բան, մի արեք տենց բան։ Այդ պոդլի է տղերք։